Բարև ձեզ սիրելի բարեկամներ, եթերում Գիտական Հայաստան հաղորդաշարի հերթական հաղորդումն է եւ մեր այսօրվա հյուրը մոլեկուլյար գենետիկայի մասնագետ Էմմա Թումասյանն է, ողջունում եմ Տիկին Թումասյան մեր տաղավարում։ Բոլորովին վերջերս Նոյանտապան հրատարակչությունում հրատարակվեց ձեր գիրքը, որը կոչվում է Գիտական մի կյանքի պատմություն, որտեղ դուք պատմում եք հետաքրքիր եւ կարևոր հայտնագործության մասին, որը դուք արել եք ձեր կյանքի ընթացքում։ Ինչին էր վերաբերվում ձեր հայտնագործությունը եւ ինչ ճակատագիր ունեցավ այն։ Ես կարծում եմ, որ գիրքը կհետաքրքրի լայն շրջանակին, բայց ավելի հետաքրքիր կլինի հենց կենսաբանների, կենսաֆիզիկոսների համար, ովքեր զբաղվում են գենետիկայի խնդիրներով, որովհետև այստեղ բացի կենսագրական մասից կան տվյալներ, ուրեմն հենց գիտական հոդվածը կա, որտեղ այդ հայտնագործության մասին է, սերտիֆիկատները կան տարբեր ընկերությունների կողմից տրված։ Մի խոսքով, ես կարծում եմ կհետաքրքրի եւ մասնագետներին եւ հասարակընթերցողներին, ձեզ կխնդրեմ ներկայացնել այդ գրքի համառոտ բովանդակությունը։ Բարև ձեզ, շատ շնորհակալություն ինձ հրավիրելու համար եւ շատ զգացված եմ, որ ձեզ մոտ հրատարակեցի այս գիրքը։ Նախ ասեմ, այս գիրքը հենց մի գիտության մասին է, որը 80-ական թվականներին Լենինգրադում ես հայտնաբերեցի գենոտիպ, ֆենոտիպ կապերի միջև եղած բովանդակությունը, ինչպիսին է։ Եվ պարզվեց, որ նրանց մեջ գոյություն ունի ուղղակի կապ, այսինքն կորելացիոն կապ։ Եվ դա ստացվեց, որ դա շատ մեծ, չափից ավել մեծ արժեքավոր բան է, փաստ է աշխարհի բիոլոգիա, կենսաբանության մեջ։ Եվ դա կարողացա գրականությունից անել բոլոր տեղերից, որ դա հիմնը անգյունախառն է բջջի մեխանիզմի աշխատանքի վերաբերյալ, թե ինչպիսին է բջջի մեխանիզմը։ Եվ հիմք տրվեց այդ մեխանիզմի մասին քվանտային, որը տվեց քվանտային տեսության գաղափար, որ դա քվանտային տեսությունն է, այսինքն բջջի մեխանիզմը քվանտային տեսությունն է։ Դրա մասին եղել են Անգլիայում առաջի հեշտին հիշատակվել, հետո Շրեդինգերը 35 թվականին 1935 թվականին ֆիզիկայի օրենքների հիման վրա նա տվել է, որ բջիջը աշխատում է, մեխանիզմը աշխատում է քվանտային տեսությամբ, բայց եւ դա այդպես մնաց, չնայած կամած զարգանում է մինչև օրս, բայց դրա զուգահեռ 1953 թվականին առաջ քաշվեց քիմիական մոդել, որը իբր բացատրում է, որ ժառանգական նյութը իրենից ներկայացնում է ամինոթթուների, բաների եւ մի կոմպլեքս, որը պայմանավորում է ժառանգական նյութը, բայց դա այդպես չի, այդ մեխանիզմը լրիվ բացառվում է, այսինքն միայն գոյություն ունի քվանտային տեսություն մեխանիզմի վերաբերյալ։ Ես բոլոր ուղղություններով անցել եմ եւ դա բոլորը հասկացան, որ դա անգյունակար է, դա մեծ բան է, հայտնագործություն է եւ հասկացան դա, բայց մոդենալ քվանտային տեսության չկարողացան, որտեվ կենսաբանները մեծ մասամբ ֆիզիկա, մաթեմատիկա համարյա շատ հեռու են։ Դրա համար նրանք չէին կարող պատկերացնել, որ քվանտային տեսությունը դա ֆիզիկական երևույթ է եւ գոյություն ունի ամբողջ մեր բնության ամբողջ մասշտաբով։ Եվ այդ թվում նաեւ կենսական աշխարհում Եվ դա հանդես առիթ հանդիսացավ, որ իմ նկատմամբ սկսեցին մեծ դժվարություններ առաջացնել, որովհետեւ չկարողանամ այդ միտքը զարգացնել, բայց ես ավելի
ավելի ուշ հավաստացա եւ կարողացա պայքարել մինչեւ վերջ, որովհետեւ կարողանամ հասցնեմ իր գագաթնակետին եւ դա հասցնեմ Հայաստան, մոռանալով եւ դիսերտացիա եւ ընդհանրապես կյանքս եւ հասցրեցի եւ ներկա պայմաններում կարողացա ներկայացնել Նոյան տապանին, երկու զեկուցումներ տեղի ունեցան եւ հիմա էլ գիրքն եմ ներկայացնում եւ որովհետեւ դա հանդիսանա հետաքրքրող մասնագետներին, ինչպիսին կլինի ֆիզիկ, քիմիկ, բիոլոգ, որոնք կարող են ըմբռնել, հավաքվեն միտեղ եւ կարողանան զարգացնել այս գիտությունը ամբողջ մեր Հայաստանով մեկ։ Ձեր գրքի կազմի վրա նկարը ես կխնդրեմ ցույց տալ, եթե կարելի է։ Մեզ քաչ ծանոթ այդ գենոմի նկարն է, այդ երկու շղթաները իրար հետ DNK-ի նկարն է։ Եվ վրան խաչ է քաշված։ Այսինքն դա գոյություն չունի։ Իրականում այսպիսի պատկեր գենետիկայի մեջ գոյություն չունի, բայց դա շատ մեծ հեղափոխական մոտեցում է, չէ, որովհետև այս պատկերը, այս մոտեցումը տարածված է ամբողջ աշխարհով, իրենք փորձում են, ասենք, այս առանձին կտորների փոփոխության պես շղթայի ինչ որ բաներ փոխել եւ այլն։ Ինչպես է, որ այս նկարը չի անպատասխանում իրականությանը։ Չի որովհետև նախ բարձրակարգ կենտրոնների բուսական աշխարհում եղել են մասնագիտական մոդեցումներ մորֆոլոգիայի բանի նրադարանով որոշել են ամեն ինչ որ որոշ չափով չորփով համապատասխանում էր էլի այդ պատկերացմանը բայց երբ որ մոլեկուլյար գենետիկան եղավ եւ այս մոդելը տվեցին դա լրիվ այլ մոդել է, այսինքն անգյունակարը հանդիսանում է գենոտիպ, փենոտիպ հասկացողությունը եւ շատ գիտնականների ես ցույց եմ տվել, բայց իրանց համար իհարկե դժվար է եղել դա պատկերացնել, միանգամից անցում կատարել քվանտային տեսությանը, բայց որոշ մարդիկ, օրինակ Սոսի Սագովիչ Ալիխանյանը, որը մոլեկուլար գենետիկայի հիմնադիրն է սովետական միության մեջ եւ ունի ինստիտուտ Մոսկվայում եւ ստեղծել է բիոտեխնոլոգիայի ինստիտուտը Հայաստանում, նա անմիջապես որ տեսավ, ես իրան որ բացատրեցի, ամեն ինչ նա շատ արագ հասկացավ եւ ասեց, որ ինչ որ պետք է ես քեզ կօգնեմ, բայց ես իրեն խնդրեցի, որ սպասեք, ես մի քիչ գրականությանը ծանոթանամ, նոր հետո կորոշենք։ Եվ ես ամբողջ մի տարուց ավել գրադարանում գիշեր ցերեկ նայել եմ, թե որտեղից է եկել այդ տեսությունը եւ ինչ բանով է խոչընդոտներով է առաջ եկել եւ չեն ընդունել։ Եվ բայց դա հանդիսանում է գենոտիպ, ֆենոտիպ հասկացողությունը բոլորի մոդել անգյունակարն է, որը որոշված չէ։ Եվ ես հանկարծ փորձերի ընթացքում գիտական դիսերտացիայի վերաբերյալ որ գրում է աշխատանքներ էի կատարում, ես տվեցի մեթոդ մուտագենների սկրինինգ շատ արագ ձևով, բայց դրա միաժամանակ ես հետազոտում էի մորֆոլոգիան եւ մորֆոլոգիան ուսումնասիրելու ժամանակ ես ինչ որ կապ տեսա երկու պրոցեսների միջեւ եւ սկսեցի ավելի խորը ուսումնասիրել բոլոր ուղղություններով, բոլոր իրավաբաններով եւ շատ ուղղություններով ուսումնասիրել եւ համոզվեցի, որ դա իմեն այն անգյունակարն է, որը որոշում է կենտանի բջիջի մեխանիզմի քվանտային տեսությունը եւ առաջացան բազմաթիվ խոչընդոտներ, բազմաթիվ, որը ես չեմ կարող նշել ամբողջ գրքի մեջ, բայց ունեցել եմ բոլոր փաստերը անընդհատ ես փաստավորում եմ, որտեղ ես գիտեի դրա արժեքը եւ հավաքելուց հետո ես կարողացա հիմա իմի բերել եւ տպագրել մի աշխատություն, որը ինձ թվում է կօգնի
մեր քննականներին, երիտասարդներին, ովքեր ինչ-որ մոդ են դրան։ Հիմա մեր ինստիտուտներում, ֆիզիկայի ինստիտուտում, բոլոր տեղերում, որ արդեն ուզում են մտնել քվանտային տեսության դաշտ, բայց իրանց մոտ դա դիալեկտիկային հագոսում է, որովհետև դա կատարվում է բջջից դուրս, այսինքն բջիջը ոչնչացնում է, նոր բան են ուսումնասիրում են, բայց ես իմն բջիջի կենտանի բջիջի միջոցով, այդ բջիջի վաշքի միջոցով հայտնաբերել եմ քվանտային տեսությունը ու ես արդեն տպագրել եմ, ուրախ եմ, շատ շնորհակալություն եմ հայտնում։ Այո, ես չասեցի, որ գրքի մի հատվածը դա անգլերեն հոդվածն է, հրապարակված ամսագրերից մեկում գիտական եւ այս հնարավորությունը, որպեսզի ծանոթանան մասնագետները հենց այս տեսության հիմունքով։ Ես այդ բոլորը իմի բերելուց հետո, գրականությանը լավ ծանոթանալուց հետո, շատ մասնագետների, բաների միջոցով կարողացա հրապարակել հոդված, որը ինքը իմն հոդվածը անհրաժեշտ եւ բավարար պայմաններով ինքը պայմանավորում է քվանտային տեսությունը։ Հոդվածը կատարելուց ժամանակ դուք պետք է լրիվ ուշադրություն դարձնեք եւ բոլոր դաժե ինձ թվում է ավելի ոնց ասեմ, ով ֆիզիկա, մաթեմատիկա, ֆիզիկա, քիմիա եւ բիոլոգիա գիտի, նա կարողանա հասկանալ, որ այդ հոդվածի մեջ կա գլխավոր եւ երկրորդական պայմանները, որոնք լրացնում են։ Գլխավորը մեկն է, ֆենոտիպ, գենոտիպ հասկացողությունը, իսկ մնացածը արդեն բավարար պայմաններն են, որոնք կարող են լինել չափից ավել շատ։ Ինչքան ուսումնասիրեք, այնքան կարող եք համոզվել, ինչքան ուսումնասիրեք, այնքան կարող եք համոզվել, բայց այստեղ բերել եմ մի քանի բավարար պայմանները շատ չեմ բերել, ինչքան որ հնարավոր է եղել արել եմ, բայց ուսումնասիրողները կարող են շարունակել եւ զարգացնել քվանտային տեսությունը մեր Հայաստանում։ Եվ վերջին հարցը հենց դրան էր ուղղված, արդյոք դուք գնացել եք մեր հանրապետության գիտական կենտրոնները, որոնք կարող էին ընկալել այս հայտնագործությունը եւ շարժվել առաջ։ Կան այդպիսի կենտրոններ Հայաստանում։ Ուրեմն ես Լենինգրադից սկսած, Մոսկվայից սկսած, Հայաստանում բոլոր տեղերը, ակադեմիա եւ բոլոր ինստիտուտներ, բաներ, բայց ոչ ոք չի կարողացել թեմբրնել է չի ուզեցել, այդ իրանց արդեն խնդիրն է, բայց ես դիմել եմ բոլոր կետերը, բոլոր անկախ մասնագիտությունից, անկախ իր դիրքից, իր Հայաստանում բոլորին ներկայացրել եմ աշխատանքը, որ նորություն է եւ ես Հայաստանում ուզում եմ զարգացնել, որ Հայաստանը սկսի զարգացնել աշխարհով մեկ եւ դառնա Հայաստանի սեփականությունը։ Շնորհակալություն, կարծում եմ, որ դուք բավականաչափ կորով եւ արիություն ունեք դա անելու համար, այս գրքի հրատարակումը դրա ուրեմն ցուցանիշն է եւ ասեմ մեր հեռուստադիտողներին, որ պատրաստվում է գրքի անգլերեն տարբերակը նաեւ աշխարհի տարբեր գիտական կենտրոններ ուղարկելու համար։ Շնորհակալություն ձեզ, Տիկին Թոմասյան։ Ես շատ շնորհակալ եմ եւ սա կլինի իմ կյանքի կարելի ասել վերջին, բայց ես պատրաստ եմ հիմա լսելու կամ հաղորդելու այն ինչքանի մեջ կա ինֆորմացիան հաղորդելու մեր հայ գիտնականներին, երիտասարդներին եւ մենք մեր ուժերով գրավենք մեր ամբողջ ոնց երկրագունդը։ Շնորհակալություն Տիկին Թոմասյան, հիշեցնեմ, որ մենք զրուցում էինք կենսամոլեկուլյար գենետիկայի մասնագետ Էմմա Թոմասյանի հետ։ Մաղթում եմ ձեզ ամենայն բարիք եւ մինչեւ նոր հանդիպում։